Վաղը մեկնարկում են միասնական ազգային քննությունները։ Այս տարի քննություններին գրանցվել է 43,000 դիմորդ։ Կրթության նախարարի հայտարարությամբ քննական կենտրոններն արդեն լիովին պատրաստ են եւ տեղում կապահովեն բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի դիմորդները կարողանան լիարժեք դրսևորել իրենց գիտելիքները։ Գիվի Միքանաձեն այս թեմայի մասին զրուցել է առաջին ալիքի եթերում եւ նաեւ պարզաբանումներ է տվել պետական համալսարաններում անվճար ուսուցման վերաբերյալ։ Նախարարի խոսքով այս տարի դիմորդների 79%-ը նախընտրել է պետական համալսարանները։ Միասնական ազգային քննությունները կավարտվեն հուլիսի 22-ին։ Կրթության նախարարը զրուցել է նաև դպրոցներում միասնական համազգեստի ներդրման մասին։ Գիվի Միքանաձեի խոսքով չինական ընկերության հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է։ Հայտնի է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է մատակարարվի համազգեստի առաջին խմբականակը, որով կապահովվեն բոլոր առաջին դասարանցիները։ Երկրորդ փուլը կմեկնարկի հոկտեմբերին, իսկ մնացած աշակերտները համազգեստ կստանան երրորդ փուլում՝ նոյեմբերին։ Ինչպես նշում է նախարարը, առաջին կիսամյակի ընթացքում առաջինից մինչև 6-րդ դասարանների բոլոր աշակերտները կստանան դպրոցական համազգեստ։ ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թամար Տալիաշվիլին հանդիպել է կոնգրեսի անդամներ Ուորեն Դեվիդսոնի եւ Բրայան Բաբինի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարները։ Զրույցը նաեւ վերաբերել է տարածաշրջանում եւ միջազգային մակարդակում ընթացող աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործընթացներին։ Մասնավորապես ընդգծվել է միջին միջանցք նախագծի կարեւորությունը եւ այդ շրջանակներում Վրաստանի դերը։ Թամար Տալիաշվիլին շնորհակալություն է հայտնել կոնգրեսի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ ցուցաբերվող անսասան աջակցության համար։ Միացյալ ազգային շարժման կազմակերպչական վերակազմավորման գործընթացը եւ էլեկտրոնային բարեփոխումների ներկայացումը ներկուսակցական հակասությունների եւ ճգնաժամի ֆոնին շարունակում են մնալ քաղաքական շրջանակների քննարկման թեմա։ Նախկին իշխող կուսակցության անդամների մի մասը փորձում է ներդնել նոր հայեցակարգ, ըստ որի կսահմանվեն կուսակցության ֆինանսավորման մի քանի մոդելներ, այդ թվում անդամավճարների համակարգը։ Այսինքն հնարավոր է, որ կուսակցության անդամները պարտավորվեն վճարել որոշակի անդամավճար։ Նոր հայեցակարգի քննարկմանը չի մասնակցել կուսակցության գործող նախագահ Թինա Բոկուչավան, սակայն չնայած ստեղծված իրավիճակին եւ հնչեցված հայտարարություններին, կուսակցությունում հերքում են ներքին հակամարտության առկայությունը։ Ընդդիմության մի մասը թերահավատորեն է գնահատում ազգային շարժման մեջ ընթացող գործընթացները, այդ թվում բարեփոխումները եւ չի հավատում կուսակցության մրցունակության վերականգնմանը։ Իսկ վրացական երազանքում հայտարարում են, որ ազգային շարժման ներսում իրական ներկուսակցական ժողովրդավարություն չկա եւ ամեն ինչ կախված է Միխեիլ Սաակաշվիլիի ցանկությունից։ ԱՄՆ-ի նախագահը Գերագույն դատարանի որոշումը անվանել է շատ վատ։ Խոսքը վերաբերում է Սպիտակ տան առաջնորդի այն հրամանագրի չեղարկմանը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ում անօրինական միգրանտների, երկրի տարածքում ծնված երեխաներին ավտոմատ կերպով քաղաքացիություն տրամադրելու իրավունքը։ Թրամփն այս պրակտիկան անվանել է թանկարժեք եւ անարդար եւ հայտարարել, որ այն կարելի է փոխել կոնգրեսի կողմից համապատասխան օրենք ընդունելու միջոցով, առանց բարդ սահմանադրական փոփոխությունների։ Հիշեցնենք, որ մոտ 150 տարվա սահմանադրական սկզբունքը փոխելու մասին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Սպիտակ տուն երկրորդ ժամկետով վերադառնալուց անմիջապես հետո, սակայն Գերագույն դատարանը 6 ձայնով ընդդեմ 3-ի չեղարկել է այդ հրամանագիրը։ Կատարում սկսվում են բարձր մակարդակի բանակցությունները, սակայն Թեհրանը հրաժարվում է ուղիղ հանդիպում ունենալ ամերիկյան պատվիրակության հետ։ Դոհա արդեն ժամանել են ԱՄՆ-ի նախագահի փեսան Ջարեդ Քուշները, ինչպես նաև Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Սակայն իրանական կողմը բանակցություններ կվարի միայն կատարցի միջնորդների միջոցով։ Թեհրանը գտնում է, որ մինչև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը կողմերը նախ պետք է հստակեցնեն 2 շաբաթ առաջ կնքված հրադադարի պայմանները։